Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1138-րդ օրն է։ Ձեզ համար որոշեցի կարճ արտահերթ եթեր պատրաստել։ Արտահերթ եթերի պատճառը ուկրաինական զորքերի ճեղքումն է Բելգրադի մարզում։ Ուկրաինայի զինված ուժերը ճեղքել են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նոր գիծը, կտրելով նյութատեխնիկական ապահովումը։ Ռուսները խուճապահար լքել են իրենց դիրքերը։ Ուկրաինական ուժերը հերթական բեկումն են իրականացրել Բելգրադի մարզի տարածքում։ Բելգրադի մարզում ուկրաինական գրոհային խմբերի ճնշման ներքո ռուսները լքել են իրենց դիրքերը և նահանջել։ Ավելի մանրամասն ապրիլի 6-ի առավոտյան ուկրաինական զորքերը գրոհել են Բելգրադի մարզի Կրասնոյարսկի շրջանի Պապովկա գյուղի հարավ-արևմուտքում գտնվող ռուսական դիրքերը։ Նշվում է, որ ռուս զինվորականները չեն կարողացել դիմակայել գրոհին և ուկրաինական գրոհային խմբերի ճնշման ներքո նահանջել են, տարածքի զգալի մասը հանձնելով ուկրաինական կողմին։ Ռուսական աղբյուրները պնդում են, որ ռուսական բանակը իբր սկսել է հակագրոհը կորցրած դիրքերը ետ բերելու համար, սակայն նահանջի փաստն արդեն արձանագրվել է նրանց կողմից և ճանաչվել։ Ուկրաինական կողմից տեղեկությունը մեկնաբանել են այդ տարածքում գտնվող Խարկովի 225-րդ առանձին գրոհային գնդի ուկրաինացի զինվորականները։ Նրանց պատասխանը հեգնանքով ծաղրում է Կրեմլի վերջին պաշտոնական հայտարարությունները ուկրաինացի զինվորականների իբր արգելափակման և շրջապատման մասին։ Մեջբերեմ ծաղրածուներ, դուք նույնիսկ ձեր սպաներին չկարողացաք դուրս բերել։ Նրանք ապրել են ուզում, նրանք պատրաստակամորեն համագործակցում են, ասել են ուկրաինացի զինվորականները, ակնարկելով բարձրաստիճան գերիների մասին, հավելելով, որ հենց հիմա ուկրաինական դրոնները կրճատում են ռուսական լոգիստիկ ապահովումը և դա ավելի հետաքրքիր է դարձնում իրավիճակը։ Հետաքրքիր է, եթե գերիների մասին նոր տեղեկատվություն լինի, մենք անպայման Telegram-ում ձեզ կներկայացնենք։ Մենք հետևում ենք զարգացումներին։ Հիշեցնեմ, որ նախօրեին Ռուսաստանի Դաշնության Սամարայի մարզի Չապաևսկում ապրիլի լույս 5-ի գիշերը ուկրաինական հարձակողական դրոնները շարքից հանել են Պրոմսինթեզ ձեռնարկությունը, ասեմ, որ այդ գործարանը համարվում է արդյունաբերական պայթուցիկների առաջատար արտադրողներից մեկը Ռուսաստանում։ Հիշեցնեմ նաև, որ ապրիլի 5-ին ուկրաինական դրոնները հարձակվել են Սահրանսկում ևս մեկ գործարանի վրա։ Խոսքը օպտիկամանրաթելային մալուխների արտադրության մասին է, որոնք օգտագործվում են անօդաչու թռչող սարքերի կառավարման համար։ Այս և ոչ միայն այս խայտառակ փաստերի ֆոնին Պուտինը որոշեց ուկրաինական քաղաքներին հարվածներով աշխարհի աչքից հեռու տանել սեփական անկարողությունը։ Դե Կրիվոյ Ռոգի մանկական խաղահրապարակի հարձակման մասին դուք վստահ եմ գիտեք մեր Telegram-յան ալիքից։ Շաբաթ գիշեր կիրակի առավոտյան Պուտինը որոշեց էլ ավելի նվաստացնել Թրամփին, իր կարծիքով երևի թե, և ոչ միայն խախտեց զինադադարի պայմանավորվածությունները, այլև ավելացրեց հարվածներ մայրաքաղաք Կիևին։ Իհարկե Կիևին հարվածների փորձերը հրթիռների զուտ վատնում են, բայց հենց մայրաքաղաքին հարվածելու փորձի փաստը ըստ Պուտինի պատկերացումների Թրամփի առաջ ուժեղ երևալ է։ Սպասենք Թրամփի հաջորդ դատարկ հայտարարությանը։ Գիտեք չէ, ամեն հայտարարության մեջ ասում է 2-3 շաբաթից ամեն ինչ լավ կլինի կամ 2-3 օրից։ Ի վերջո այս իրավիճակը կապված է Ամերիկայի հետ, որովհետև պայմանավորվածությունները հրադադարի մասին հենց Ամերիկայի հետ են եղել։ Սպասենք տեսնենք թե ինչ կասի։ Իր կողմից Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան մեկնաբանելով ուկրաինական քաղաքների վրա ռուսական զանգվածային հրթիռային հարձակումը, դա անվանեց Կրեմլի պատասխանը Ամերիկայի խաղաղության նախաձեռնություններին։ Ի դեպ Ռուսաստանի տնտեսության աճն արդեն կանգ է առել, երկրում սկսվել է ստագֆլյացիա, որը տանում է դեպի ռեցեսիա։ Երկիրը շատ վատ վիճակում է։ Երեկ Վլադիմիր Միլովը, ինչպես գիտեք, նախկին ռուսական կառավարության անդամ է, հիմա օպոզիցիայի ներկայացուցիչ է։ Երեկ մանրամասն հաղորդում էր հրապարակել այս թեմայով, հղումը կթողնեմ այս հեռարձակման նկարագրության մեջ։ Պուտինի հեքիաթն ավարտվեց, սակայն դառը իրականությունը դեռ լայն մասաների ընկալման մեջ չկա։ Այնպես որ կամաց-կամաց
կտեսնենք, թե ռուսաստանցիները ինչպես են առերեսվում իրականության հետ, եւ այն հայերը, ովքեր գալիս էին Մոսկվայից եւ պարծենում, որ այնտեղ էլ Coca-Cola կա, զգուշ եղեք, հանկարծ չպրծնի, ստիպված լինեք Երևանից հետներդ տանել։ Թրամփի մաքսատուրքերը անսպասելի ազդեցություն ունեցան Ռուսաստանի վրա, ինչպես հիշում եք, Ռուսաստանը ներառված չէր այն երկրների ցանկում, որոնց նկատմամբ մաքսատուրքեր են մտցվել, բայց այդ մաքսատուրքերը տապալեցին ոչ միայն ֆոնդային շուկան, այլև նավթի շուկան, որն իր հերթին այնքան նվազեցրեց ռուսական նավթի գինը, որ դրա գինը ցածր է արդեն 25 թվականի Ռուսաստանի Դաշնության բյուջեում ներառված գնից։ Մեր սերունդը հիշում է Խորհրդային Միության կործանման հիմնական պատճառներից մեկը հենց նավթի ցածր գինն էր, հուսանք, որ ցածր գները այնքան երկար կտևեն, որ ռուսական նավթի արդյունաբերությունը նույնպես կփլուզվի։ Այս ամենին գումարվեց Սաուդյան Արաբիայի տհաճ անակնկալը Մոսկվային, որն իջեցրեց նավթի գները, ինչը բնականաբար նույնպես կազդի նաև ռուսական նավթի գներին։ Այսքանով ավարտեմ կարճ արտահերթ եթերը, ես շնորհակալություն եմ հայտնում ձեր աջակցության, լայքերի, մեկնաբանությունների եւ եթերների տարածման համար, շատ եք օգնում, շատ շնորհակալ եմ։ Մենք միասին փաստացի պայքարում ենք ռուսական քարոզչության դեմ։ Ռուսների մեկնաբանություններում ոռնոցներից երևում է, որ հաջող ենք պայքարում։ Լավ մնացեք, հաջողություն եմ մաղթում բոլորիդ։